Դա մի բան հնարավոր եղավ պարզել։ Չէ, դե քննիչի մոտ չթողեցին, իրանից էլ լուրջ չկա։ Ոչ մի բան հնարավոր չէր, հա իմանալ։ Չէ, ում հարց ու փորձ է անում, ասում են դու ով ես, քեզ ինչի համար այդ ամեն ինչ հետաքրքրում։ Պարզա։ Մեկը քո հետ կապված բան կա, ու դու այդ ինչ չես ասում։ Դա հասկանում ես, ես պետք է իմանամ, թե գորին ինչ հոդվածով են տարել, որ մի հատ էլ իմանամ քեզ ինչ ասեմ կամ չասեմ։ Տենց լինում է, չէ, որ ներքուստ ու վստահ ես, ամեն ինչ տանում է նրան, որ ինքը մեղավոր է։ Բայց ինչ-որ մի բան էլ հետ է, չէ, պահում։ Անընդհատ մտածում եմ, որ չէ, հնարավոր չի ինքդ այս բան աներ։ Բայց որ իմացել եմ հաստատ ինքն է, կմորթեմ դրան։ Էս ինչ է։ Քո համար տուն եմ վարձել։ Մի տարվա վարձն է վճարած է։ Հետո էլ դու կիմանաս ինչ կանես։ Ու էս ինչ է նշանակում։ Խնդրում եմ, մի հատ ստորագրես։ Էս գործից ինձ հանում ես։ Մանե, ամեն ինչին վերջակետ դնելու ժամանակն է։ Բայց ինչի։ Ինչ եմ քեզ արել, ինչ վատություն եմ արել, բացի շատ սիրելուց, կարաս ասես մինաս։ Լսի, ես 20 տարեկան տղամարդ չեմ։ Ես էլ չեմ կարում սենց։ Ու քո համար էլ լավ չի։ Եթե մարդ զգում է, որ սխալ բան անում, գոնե ժամանակին պետք է կանգ առնի։ Բայց դու ինձ միշտ ասել ես, որ ինձ շատ ես սիրում։ Ու հիմա այսքան հեշտ վերջ ես դնում, հա։ Ինձնից հրաժարվել այսքան հեշտ է մինաս։ Դու չես հասկանում մի բան, որ դու գործի չգաս, մենք իրար հետ չտեսնվենք, շատ ավելի հեշտ կլինի ամեն ինչը, ու շատ ավելի հանգիստ կանցնի։ Դու ջահել աղջիկ ես, քեզ պետք է ընտանիք, սեր։ Ես էլ քեզ չեմ կարող տալ, չես հասկանում։ Ես քեզ դրա համար եմ խնդրում, էլ երբեք չգաս ինձ խնդրես աշխատանք ինձանից, խնդրում քեզ ստորագրի։ Ես մի զանգով քո գործի հարցը կլուծեմ։ Բայց երբեք մենք իրար հետ էլ չենք աշխատելու, հասկանում ես այդքանը։ Բայց դու խոստացել էիր, որ ինձ երբեք մենակ չես թողնի, հիմա ինչ եղավ մինաս, կարաս բացատրես։ Մի հատ հանգստացի։ Մի հատ հիշի մինաս, հիշի ինչքան լավ օրեր ենք իրար հետ ունեցել։ Դու առանց ինձ չես կարող, ես էլ առանց քեզ չեմ կարող, մինաս հասկանում ես։ Հանգստացի մանե։ Մի էժանացի, չի սազում քեզ։ Ինչ ես խոսում, չեմ հասկանում։ Դու շատ լավ լսեցիր։ Այսքան ժամանակ քեզ չեմ խնդրել, որ թողնես ընտանիքդ, հասկացել եմ, որ երեխա ունես, որ կին ունես, որ իրանց պետք ես, ու ես ինքս ինձ եմ զոհաբերել, հասկանում ես։ Դու ջահել աղջիկ ես, ես պետք չեմ քեզ, չես հասկանում այդքանը։ Ինչ ահավոր է։ Ինչ ահավոր է, որ այսքան ժամանակ ես քո համար կարևոր չեմ եղել մինաս, չեմ կարացել նենց անել, որ իմ կողքին երջանիկ լինես։ Ես պետք է տուն գնամ։ Մի վարքան։ Խնդրում եմ, արի երկուսս էլ հանգստանանք ու մի քիչ հետո հանդիպենք։ Ես վստահ եմ, որ դու սխալ որոշում ես կայացրել, չգիտեմ ինչի ես հիմա այդ որոշումը կայացրել, բայց արի հանգստանանք ու հանդիպենք նորից։ Դու չես հասկանում մի բան, որ դա կլինի մի ժամից, թե 5 ժամից, ես իմ որոշումը չեմ փոխելու, սենց հալինելու, գոնե իրար հարգելով, գոնե իրար համար, արի համաձայնվենք, որ իրար չտեսնենք։ Նվեր ես համաձայն եմ։ Իմ համար արդեն լրիվ մեկ է, թե ով է մեղավոր, ով է անմեղ, ով ինչ է անում, ով ինչ է մտածում։ Ես էլ մեղավոր չէի այս ամեն ինչում, բայց սենց պատմության մեջ հայտնվեցի։ Ասա ինչ պետք է անեմ։
Ալեսն։ Սետ։ Ես քիչ կփորձեմ, լավ։ Ասեք, որ ես ընթրիկը ամենահամովն է։ Դե հաշվի առնելով քո եւ այդ տանջանքները, հա։ Քեզ թվում է այս ամենը իրանք է պատրաստել միջև վերջ։ Ինձ էլ ասում էին գնա քնի։ Ման, բա ինչ անենք, որ առանց քեզ ոչ մի բան չենք կարողանում։ Երեխեն ճիշտ է ասում։ Առանց քեզ մենք ոչ մի բան ենք։ 100%։ Ով ենք մենք առանց քեզ։ Ես հեսա կգամ։ Ուղղակի աչքս բան մտավ։ Լացել ամոթ չի, բայց ինչը դուրս չի գալի։ Ճիշտ հակառակը։ Հիմա ամեն ինչ իմ ուզածով է։ Ուղղակի մի տեսակ հավատս չի գալիս։ Դժվար է, հասկանում եմ։ Արդեն դժվար է լավ ամուսին լինել։ Ոնց որ մի տեսակ չի ստացվում։ Աչքերդ մաքրի, բարի գնանք հաց ուտենք։ Ես ուր չենք այսքան պատրաստ է։ Բայց ոնց է որ սենց եղավ։ Քո գործը չի նվեր, ասա ինչա պետք անել։ Մինասի հետ ես կրվել։ Հարցեր մի տուր, ասեցի համաձայն եմ։ Ուղղակի ասա ինչա պետք անել, ես էլ թույլ չեմ տա, որ բոլորը իրանց ոտքերը իմ վրա մաքրելով ման գան։ Ես արդեն հասկանում եմ ինչ ա եղել։ Կամ ասում ես ինչ ենք անում, կամ գնում եմ։ Հանգիստ։ Թող։ Ինչ պետք է այդ տաքսիստի մոր հետ քո հարաբերությունները լավացնես։ Ինչի համար։ Դե շատ արդյունավետ կլինի, որ դու իրանց տան մեջ ելումուտ ունենաս։ Հասկանում եմ, բայց ցավոք այդ կնոջ հետ վիճել եմ ու հաստատ ինքը էլ ինձ չի ների ու իրանց տուն չի թողնի, դրա համար ուրիշ բան մտածի։ Լսի, կարող է գիտես պատվերով համեր գա։ Ինչի հետ է քրքրում ոնց ես անում։ Ինձ պետք է որ դու այդ տան մեջ ելումուտք ունենաս։ Պետք է ամեն ինչ իմանաս։ Դու խոստացել ես, որ էլ երբեք ինձ չես նեղացնի։ Այդքան շուտ մոռացար հա խոստմանդ մասին։ Մանե։ Հիմա հրամաններ ես տալիս ու ծառայի պես ասում ես էս արա այն արա, սենց չեղավ նվեր։ Եթե այս խաղի մեջ մենք միասին չպետքա լինենք, ուրեմն քո օգնությունը ինձ պետք չի։ Ավելի ճիշտ կլինի ես այս ամեն ինչը մենակով անեմ, ճիշտ է ավելի ուշ կանեմ, բայց կանեմ։ Կներես, ուղղակի ափերիցս դուրս եկա։ Դու էլ ինձ հասկաց, իմ համար հեշտ չի մանե։ Ես կյանքում որ ինչ-որ մի հատ հարց եմ ունեցել, գնացա կանգնել եմ այդ մարդու դիմաց, անելիքս արել եմ։ Բայց հիմա ամեն ինչ ուրիշ է։ Արանքը մինաս կա, սեյդա կա։ Հասկանում ես։ Հասկանում եմ, բայց ինձ հարավ, որ ես ինձ ծառայի նման չզգամ քո կողքին։ Ինչ ծառա ման է։ Ես քեզ որպես ծառա չեմ վերաբերվում։ Իմ համար դու իմ աջ ձեռքն ես։ Ես քեզ տենց եմ վերաբերվում, վատա։ Չէ, լավ է, բայց ինձ հարավ, որ ես էլ այդ զգամ, թե չէ։ Լավ, հիմա գնա դրանց տուն։ Այն ինչը որ անելու ես, մեր համար ես անելու։ Մեր երկուսիս համար ես անում։ Ու ամեն ձև արա որ լեզու գտնես։
որ դու մինասին քեզանով ես արել, իրանք ով են։ Սպասում եմ պատասխանիդ։ Ինչի՞ ես տենց նայում։ Ուզում ես հասկանաս սիրուն եմ, թե չէ։ Բայց ինչի այդ հարցի մասին արժի մտածել, ես դրա պատասխանը գիտեմ։ Հետաքրքիր է, գիտես։ Ուրիշ ժամանակ կասեիր, որ իմ տարիքին համապատասխան հարց չեմ տալիս, որ ինձ 18 տարեկանի նման եմ պահում, որ անկարևոր բաների մասին եմ խոսում։ Սյուզի, դու Մի ասա, մի շարունակի։ Ես չեմ ուզում ինչ-որ բաներ ասես ստիպված։ դու գիտես, ես ստիպված բաներ չեմ ասում։ Դու շատ սիրուն ես։ Իրոք։ Իրոք։ Եվ եթե քեզ ինչ-որ բան անհանգստացնում է կամ ինչ-որ բանից դժգոհ ես, ինձ ուղիղ ասա։ Լսել, հասկանալ։ Զարմանալի է, գիտես։ Մինաս, եթե այս ամեն ինչը մենակ Եվայի համար ես անում, մի արա։ Կամ ուղակի ուղիղ ասա, որ ես էլ իմանամ, որ չսովորեմ այս փոփոխություններին, հետո նորից էլի կոտրվեմ։ Եթե խաղում ես, խնդիր չկա, ես էլ քո այդ հավասար երեխու համար կխաղամ։ Բայց ոչ մեր սենյակում, ոչ երբ որ երկուսով ենք։ Ինչ ես խոսում։ Ես մենակ Եվայի համար չի։ Քո համար չի։ Ես մեր համար է։ Ես փորձում եմ ամեն ինչ անեմ։ Արի կապրանք, կտեսնենք։ Համել քո ծնունդն է շուտով։ Ինչ ես մտածում։ Դե ինչպես միշտ։ Կամ կմնամ տանը, կամ Եվայի հետ միտեղ կգնամ։ Իսկ կարի ես անգամ ուրիշ բան անենք։ Արի Եվային թողենք Սեդայի մոտ, ու մենք երկուսով մի բան մտածենք։ Սյուզի։ Այս ուղակի ոնց որ մի քիչ շատ էր։ Ինչ ես ուզում ասես ամեն անգամ։ Ինչ ես ուզում։ Ուզում ես ինձ հիշեցնես իմ սխալները։ Չէ, ես ոչ մի բան դիտմամբ չեմ անում։ Ու ոչ մի բան չեմ հիշացնում։ Եթե դու ուզում ես, տենց էլ կանենք։ Եթե հենց դու ես ուզում։ Ես ուզում եմ։ Եկել եմ ներողություն խնդրեմ իմ այն օրվա պահվածքի համար։ Շատ սխալ բաներ խոսեցի։ Կարևոր չի։ Ինչ մտածել ես, էդ էլ խոսել ես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ձեր տունը խուզարկելու հրաման ունենք։ Բայց ինչի համար։ Այս ժամին, այս ուշ գիշերով։ Մանրամասները հետո։ Մենք ձեզ որևիցե բան ասելու իրավունք չունենք։ Հա, բայց չիմանամ ինչի մեջ եք երեխուս կացկածում։ Այս անգամ ինչ ա արել։ Դուք տուն չունեք։ Ինչ կանեիք, որ այսպես ձեր տուն մտնեին։ Հարցեր չէիք տա։ Գոնե այս կնոջը բացատրեք։ Էդ ինչի կասկածանքով իրար նայեցիք, էդի մեր երեխունը չի գիտեք։ Բացատրությունը քննի չենք գտակ։ Մենք մեր աշխատանքը ավարտեցինք։ Էդ ինչ բանալի էր։ Էդ Հարութինը չի։
Գորինն էր։ Գորինը։ Հեչ հարմար պահի չես հիշել ինձ, գիտես։ Գիտեմ, որ այդքան էլ հաճելի չի զանգես, բայց կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Ինչ ա եղել։ Հարութ, ես հիմա ձեր տանն եմ։ Եկել էի մամայիդ տեսնելու ու այդ պահին երկու հատ ոստիկան մտան ու ասեցին, որ տունը պետքա խուզարկեն։ Ինչ որ բանալի գտան։ Սեր ինձ պակաս։ Մամատ ասեց այդ գորի բանալին ա, քոնը չի։ Մի խոսքով զանգել էի էդ ասեի։ Կարող եմ մոտդ մնամ։ Չէ։ Գնա։ Մեր տուն են գնացել։ Խոզարկություն են արել ու գորի տոպրակից ինչ-որ բանալի են գտել։ Այդ շատ վատ է, շատ։ Ինչով։ Դե բա գորի տոպրակից են գտել, չէ։ Մեջը ինչ ասես կարող է լինի։ Հարութ, ես քո վրա եմ զարմանում, ոնց մի հատ վերցնելուց առաջ չես նայել մեջը ինչ կա։ Դե ինչ կասկածեմ։ Ոնց դու ես գորին ճանաչում, նենց էլ ես վերցրել եմ ու եկել։ Այ ախպեր, գոնե հիմա տնից դուրս հանեիր։ Դու խելքա մնացել։ Հարութ, գալու են հետևիցդ ախպերս։ Լավ կանես դու սրտուն չգնաս։ Ես ինչ կապ ունեմ։ Գնացել եմ հիվանդանոց, այդ տոպրակը տվել են ինձ։ Դժվար չի ճշտելը։ Քեզ էլ թվում է տենց միանգամից հավատալու են, հա։ Չեն մտածելու, որ դու գոռը կարող է այդ ամեն ինչը պլանավորած լինեք, որ դու հատուկ գնաս հիվանդանոց, այդ տոպրակը վերցնես ու թաքցնես։ Ինձ հիվանդանոցից զանգել կանչել են, ասել են ընկերդ վատ է։ Գնացել եմ հիվանդանոց, բուժքույրը տոպրակը փոխանցել է ինձ, ես էլ վերցրել ու եկել եմ։ Դա դեռ ապացուցել է պետք։ Դու էլ գիտես, որ գոռան հենց վիճակում է, որ իր շրջապատից ոչ մեկի խոսքին չեն հավատա։ Ու հետո ինքը ինչ որ տղերքի հետ մութ գործերի մեջ է, չէ։ Կարան չէ մտածեմ, որ դու այդ տղերքից մեկն ես։ Սկզբում այդ թզբեղը, հիմա էլ ես բանալին։ Չէ, չեմ ուզում հավատամ ուղղակի, որ այս ամեն ինչը կարա իրական լինի, որ գոռը կարա կապ ունենա դրա հետ։ Չգիտեմ, ինչի մասին ես խոսում։ 1000 ասեցի ինձ պատմի։ Ախր իրար հետ ենք, չէ։ Ես պետքա չէ իմանամ ինչի մասին է խոսքը։ Չգիտեմ, մենակ պարզվի, որ ճիշտ չեմ։ Սրան ինչ-որ բացատրություն պետքա չէ լինի, կարող է այդ թզբեղից մի 100 հոգի ունի։ Ես չգիտեմ ինչի մասին ես խոսում, բայց որ ինձ լսես, մի երկու օր տուն չես գնա, միջև մի բան ճշտենք։ Ինչի համար գնաս մի երկու օր նստես անտեղի։ Չգիտեմ, ախպերս, չգիտեմ, բայց այն որ պետքա գոռի հետ հանդիպեմ, այդ հաստատ է։ Հիմա որ գնաս ասես, ուզում եմ գոռին տեսնեմ, ավելի ես կասկածի տեղիք տալու։ Ես քեզ ասում եմ քաղաքից մի երկու օրով դուրս գնա, դու ինձ ասում ես գնամ գոռին տեսնեմ։ Դա ո՞չ ինչ ես խոսում։ Ուր գնամ։ Փախնեմ որ ինչ։ Մտածեմ պահելու բան ունեմ։ Ախպեր, գոնե միջև օրվա վերջ տուն մի գնա, փորձենք մի բան ճշտենք։ Ինչ բանալի է։ Թարս է, այդ բաժնում մի ծանոթ էլ չունեմ մի բան իմանանք։ Մտածում եմ երկար ժամանակ այդ զիբիլներից օգտագործում։ Ինձ հիմա այդ նարկոտիկների պահը ավելի քիչ է հետաքրքրում, քան Սեդայի հետ կապված դեպքը։ Սեդան այն պատգամավորի քույրն է, չէ՞։ Հա, ինքն է։ Դե իր մասին չպատմեմ, ամեն ինչ գիտես։ Հա, գիտեմ, բայց ուզում եմ հասկանամ գոռը ինչ կապ ունի այդ թեմաների հետ։ Հենց դա ես էլ չեմ հասկանում։ Բաներ կան, որ կասկածի տեղիք են տալիս, բայց մեկը ամեն կերպ փորձում եմ չհավատամ դրանց։
Ամեն կերպ ինձ ստիպում եմ համոզեմ, որ գոռը կապ չունի այդ ամեն ինչի հետ։ Ինչը։ Չեմ ուզում ավելորդ բաներ ասեմ, որովհետև վստահ չեմ։ Մինչև գոռի հետ չխոսեմ, չեմ կարող ասեմ, հասկանում ես դա։ Պետք է պարզեմ ինչ է կատարվում։ Ոչ մի բան չեմ հասկանում։ Կպատմես։ Հա, կխոսենք։ Հնարավոր է գոնե դու օգնես մի բան բացահայտենք, հասկանանք ինչ է կատարվում։ Երեք զանգեցի չպատասխանեցիր։ Հանդիպեցիր տաքսիստի մորը։ Կարողացար սիրտը շահես։ Չէ, չհասցրեցինք խոսել։ Այսինքն, ինչի՞։ Ոստիկանությունից եկան ու սկսեցին տունը խուզարկել։ Ճիշտ է, այդ ինչ որ գտան Հարութի հետ կապ չունի, բայց կարող է դա վատ անդրադառնա Հարութի վրա։ Սեդայի պատմության հետ էլ կապ չունի։ Այդ ինչ որ գտան Հարութի ընկերոջինն է, Գոռինը։ Ինչի՞ համար եմ ես դրա մասին նոր իմանում անը։ Եթե չգայի չէր զանգելու, ասեիր։ Բայց իմաստը նվեր, այն ինչ որ գտան Հարութինը չէր, կարող է իրան շատ շուտ բաց թողնեն։ Այդ Գոռինն էր, Հարութի ընկերոջը։ Հասկանում ես։ Տենց էլ չհասկացա այդ տղեն ինչ պատմությունների մեջ է։ Էդ ինչ կապ ունի։ Մեր նպատակը մեկն է, որ այդ տաքսիստը բանտում հայտնվի։ Ինչ թեմա ուզում է լինի, ձեռքից բաց թողնել չի կարելի, մանե։ Ու եթե դրա անունը ուրիշ պատմությունների մեջ էլ կապեն, մեզ դրանից մենակ օգուտ է։ Նվեր, իմ համար էլ է շատ ցավոտ նստել ու նայել, թե Հարութն ու Սեդան ոնց են դառնում զույգ։ Հասկանում ես, ես էլ եմ ցավ ապրում։ Բայց ես մտածում եմ, որ իրանք վաղուց են իրար հետ։ Այն ժամանակ ինձ թվում էր, որ Հարութին սիրում է, բայց հիմա վստահ եմ, որ չէ։ Եթե սիրեր, հաստատ Սեդայի վրա ուշադրություն չէր դարձնի։ Բայց ուղղակի մի բան չեմ հասկանում, էլի, եթե իրանք վաղուց իրար հետ են եղել, իմաստը ո՞րն էր Սեդային բռնաբարել։ Չեմ հասկանում անկեղծ։ Իմ համար էս պատմությունը լրիվ տրամաբանությունից դուրս է։ Ինձ պետք է մենակ որ այդ տաքսիստը հայտնվի բանտում ու Սեդայի կողքը չլինի։ Այսինքն քո նպատակը Սեդայի գործը բացահայտելը չի։ Ուզում ես նենց անես, որ Հարութից հեռու պահես, որ քեզ ների ու քո մոտ գա, հա։ Ճիշտ եմ հասկանում։ Բարև ձեզ։ Մենք Ադամյան Հարութի հետևից ենք եկել։ Մեր հետ պետք է բաժին գա, հրաման ունենք։ Ինչի համար։ Իմ երեխան ոչ մի բանի հետ կապ չունի։ Խնդրում եմ մի բարդացրեք տիկին։ Տանը չի։ Զանգերից չի պատասխանում։ Չգիտեմ որտեղ է, չգիտեմ երբ կգա։ Այնքան է կանելու, ինչև երեխես մի փորձանքի գա։ Կներեք, բայց պետք է ստուգենք։ Տեղը չգիտեք։ Ձեզ վատ եք զգում։ Շտապօգնություն կանչենք։ Չէ, ոչ մի բան մի արեք։ Իմ երեխեն այն ինչ որ գտել եք իր հետ կապ չունի, ընդհանրապես կապ չունի։ Քննությունը կբարձի ամեն ինչ, տիկին։ Կբարձի, ամեն ինչ կբարձի։ Ես չեմ հավատում, որ ինքը բան չի հիշում։ Մի ամիս դեպքից անցել է, ուղիղ մի ամիս դեպքից անցել է, բայց ինքը բան չի հիշում։ Մարդիկ կոմայի մեջ են լինում, մի շաբաթ հետո ամեն ինչ հիշում են, բայց ինքը միջև հիմա ազդեցության տակ է։ Ու ոնց է լինում, որ հիվանդանոցից դուրս է գրվում, հաջորդ օրը գնում է տաքսիստի տուն, իրա ոտքով, այդ ամեն ինչը լավ հիշում է, բայց երբ որ մենք ենք իրան հարց տալիս, ասում է ես բան չեմ հիշում։ Ու գիտես ինչի համար է տենց ասում, որովհետև վախենում է Մինասին Խոստովանի, որ ինքը շուտվանից է տաքսիստի հետ կապով եղել։ Այդքան միամիտ մի եղի, ման է։ Ու մի հատ խորհուրդ քեզ տամ, այդ քեզ ամբողջ կյանքում պետք կգա։ Միշտ տեսածդ ու լսածդ կապի իրար հետ։ Այդ քեզ կօգնի հասկանաս մարդ քեզ խափում է թե չէ։
Իսկ հիմա իմ համար մեկ կասկածյալ է Հարութն է։ Իրոք չգիտեմ նվեր։ Դու հիմա մենակ ինձ լսի։ Այս պահին սցենարը գրում եմ ես, բայց խաղում ենք երկուսով։ Զանգի դրա մորը, տես ինչ վիճակ է։ Մենք պետք է ամեն ինչից տեղյակ լինենք։ Բայց Ինչ բայց, էլ հարցեր մի դու։ Ասում ես պատրաստ ես։ հա, պատրաստ եմ նվեր։ Ու այսօր հենց այս հյուրանոցից դուրս եմ գալու ու խնդրում եմ էլ չգաս տեղ։ Այսինքն, բա մինասը։ Մինասը էլ չկա։ Պարզա, դրա համար ես տենց պատրաստական։ Պարզա։ Ալո։ Բարև Սեդա ջան։ Քո գործը վարող քնիչն է։ Բարև ձեզ։ Հա, ճանաչեցի ձեր համարը։ Ոնց ես։ Լավ, շնորհակալ եմ։ Ինչ-որ նորություն կա իմ գործի հետ կապված, որ զանգել եք։ Հնարավոր է որ լինի։ Ուզում եմ քեզ տեղեկացնել, որ մոտ ժամանակահատվածում քեզ հրավիրելու եմ բաժին, որ պատրաստ լինես։ Իսկ ինչ նորության մասին է խոսքը։ Խնդրում եմ ասեք, ինչ եք իմացել։ Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել, բայց քեզ մի բան պետք է խնդրեմ։ Ասեք։ Իմ տեղեկություններով դու ու Ադամյան Հարութը այս շրջանում շփվել եք։ Հա, բայց հիմա Հիմա ինչ։ Չէ, ոչ մի բան։ Ոչ մի բան։ Ասեք ուղղակի ինչ ա եղել հասկանամ։ Հարութն էլ ենք հրավիրել բաժին, բայց չի ներկայացել։ Տեղեկություն ունես։ Այսինքն չի ներկայանում։ Տանը չի, չեն գտնում։ Մտածեցի, եթե շփվում եք, կարողա դու ինչ-որ տեղեկություն ունենաս։ Այսինքն իրեն ասել եք, որ իմ գործով հրավիրում եք բաժին ու ինքը չի գալիս։ Տեղը հայտնի չի Սեդա ջան։ Հիմա իր ընկերս տեղ է բաժնում, քո գործով։ Հարութի ընկերը։ Հարութի ընկերը ինչ կապ ունի իմ գործի հետ։ Ոչ մի բան չեմ կարող մանրամասնել։ Կհրավիրեմ բաժին, ամեն ինչի մասին կխոսենք։ Ինքը չկա, ընկերն էլ բաժնում է։ Այս իմը չի։ Ու կլինին լսես, մենակ խոսելով չի։ Ես քեզ ասում եմ, որ այս իմը չի, Սեդա։ Չես հասկանում այդքանը։ Զզվելի ես ուղղակի, մի խաղա։ Ընդհանրապես չեմ խաղում։ Ասում եմ այն ինչ կա։ Այս իմը չի, Սեդա։ Լսիլը, բա Ալո։ Լավա որ գոնեմ զանգին պատասխանեցիր։ Ուր ես։ Գիտես որ քեզ են փնտրում ու չեն գտնում։ Չնայած այս զանգից հետո հաստատ կգտնեն, եթե չներկայանաս։ Իսկ կարամ իմանամ ինձ ինչի համար եք ման գալիս։ Գորը քո ընկերն է, չէ։ Հա, ընկերս է։ Բայց ես իր պատմությունների հետ ոչ մի կապ չունեմ։ Ու ընդհանրապես նոր եմ իմանում, որ ինքը ձիվիլներից է օգտագործում։ Իրան այդ թեմայով եմ բռնել, բայց այն ինչ որ հիմա պարզվել է, ոչ միայն իր համար է վատ, նաև քո համար։ Այսինքն Իսկ ես չի ուզում իր դեմ ինչ-որ բան անեի,
որ ինքը հիմա ոստիկանությունից փախած ման գա։ Սեդա լացում ես։ Սեդա դուրը կբացես։ Հարցնում էիր ինչի եմ եկել։ Արդեն պատասխանեցիր։ Սեդ, եկել եմ, որովհետև ես քեզ շատ եմ սիրում։ Հա, չգիտեմ, երբ ոնց այս ամեն ինչը ստացվեց, բայց տենց է։ Սեդ, ես քեզ սիրում եմ։ Սեդա խնդրում եմ դուրը բացի, հարց չեմ, տա կգամ քեզ կգրկեմ։ Խնդրում եմ բացի դուրը։ Սեդա, բացի դուրը։ Հալավ թուլացի։ Հասկանում եմ, չես կարող հարմարվես այն մտքեդ, որ Մինասը քեզ թողել է։ Բայց վաղ թե ուշ այդ լինելու էր, ման է։ Այսինքն Դե ուշ թե շուտ Մինասը քեզ թողելու էր։ Այդ պարզից էլ պարզ է։ դու ինչ գիտես իմ ու Մինասի հարաբերությունների մասին, որ մի հատ էլ տենց ենթադրություններ ես անում։ Ես գիտեմ այս ամեն ինչում ում մեղքն է։ Եվ ում։ Սեդայի։ Երբ որ Սեդան ինձ ու Մինասին իրար հետ միասին տեսավ, միանգամից իրան վատ զգաց։ Ու վստահ եմ, որ ամեն ինչ արել է, որ Մինասը ինձանից հեռու մնա։ Դե հա, այդ հասկանում եմ։ Պարզ է, որ Սեդան միասին տեսել է ձեզ, ինչ-որ բաներ Մինասի հետ խոսացել է։ Բայց դու այդքան միամիտ մի եղի։ Մինասը տղամարդը չի, որ իր ուղեղը լվան, կամ իրան ինչ-որ մի բանում համոզեն։ Եթե ինքը ուզենար քո կողքը մնար, ինքը կմնար։ Ուզում է ամբողջ աշխարհը իր դեմ դուրս գար։ Հասկանում ես։ Նվեր, դու ասում ես, որ Մինասը ինձ լուրջ չի վերաբերվել։ Իսկ ես հակառակն եմ զգացել։ Ես իր կողքը շատ կարևոր մարդ եմ եղել։ Մանե, ինքը քեզ ուղակի խղճացել է, օգտել է։ Հա, բան չունեմ ասելու։ Կարող է մի պահ էլ ինչ-որ բան է քո հանդեպ զգացել։ Բայց հասկանում ես, չէ՞ որ այդ քո հանդեպ բան չի զգում։ Դու ուղղակի շատ բաներ չգիտես, Նվեր, դրա համար հիմա անիմաստ խոսում ես։ Ես այնքան բան եմ հասկանում։ Ուզում ես հենց հիմա քեզ ապացուցեմ, որ ես ճիշտ եմ։ Աչքիդ առաջ։ Մինչև այս պահը քննության գաղտնիությունը պահպանելու համար մենք չենք ասում, որ այն տարածքում, որտեղ որ եղել է Սեդայի դեպքը, մենք մեքենա ենք հայտնաբերել։ Ու մեքենայի քննությունից հետո պարզ է դարձել, որ Սեդան եղել է մեքենայի մեջ։ Ու այդ մեքենայի բանալին եղել է գորի տոպրակի մեջ, որը քո տնից են գտել։ Հը? Լսեցի՞ր։ Չեմ հասկանում, ես ինչ եք խոսում։ Ընդհանրապես, այս ինչ պատմություն է։ Ես գիտեմ, դուք հեսա ամեն ինչ ուղղակի խճճելու եք ու վերջում իմ գլխին ջարդեք։ Ես մտածում եմ, որ Գորը ընդհանրապես կապ չունի Սեդայի դեպքի հետ։ Ինքը իմ 1000 տարվա ընկերն է, ինքը գիտեր, որ ինձ են մեղադրում։ Կգար ու հաստատ կխոստովաներ, ինքը այդ տղեն չի։ Հարը դու իմ մոտ շատ լավ տպավորություն ես թողել։ Ես էլ չեմ հավատում, որ դու այն մարդն ես, ում մենք փնտրել ենք։ Բայց քո փախուստը փոխում է այն տպավորությունը, որ թողել ես քո մասին։
Ես հիմա զանգել եմ քեզ որպես ծանոթ, ոչ թե որպես քննիչ։ Դու խոսել ես քո անուղղության մասին մինչև վերջ։ Հիմա էլ նույնը արա։ Ես հոգնել եմ արդեն արդարնալուց։ Հոգնել եմ արդեն ասելուց, որ ես ոչ մի կապ չունեմ այդ աղջկա դեպքի հետ։ Ընդհանրապես կապ չունեմ։ Իսկ գորի պահով եթե հաստատ իմանամ ինքն է, մենակ դրան մորթելու համար հաստատ կհայտնվեմ ձեր մոտ ու դուք նորից ինձ կտեսնեք։ Սխալ բաներ ես խոսում ու անում։ Կգաս բաժին կխոսենք։ Հարութ, ինչ էր ասում։ Իրոք գորը կապ ունի Սեդայի դեպքի հետ։ Ինչքան էլ որ չեմ ուզում հավատամ դրան, բայց ամեն ինչ դրան է տանում։ Ինչ որ նոր բան է պարզվել։